Բարի օր հարգելի հետևորդներ, ժամի թար նորություններով եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ ժամի գլխավոր նորությունները Հայաստանից և աշխարհից։ Նախ կարևորը համառոտ։ Լինդա Էլջեքչյանը Հայաստանում է, ամուսինը քննչական վարչությունում։ Քանի հայ է զոհվել Իրանում, Սփյուռքի հանձնակատարը թվեր է հայտնել։ Իրանում կրքերը հանդարտվել են, Արաքչին հայտարարություն է արել։ Ճոխ պարգևավճարների բացահայտումները շարունակվում են, Փաշինյանը պատասխանել է, ինչու են պաշտոնյաները համեստ պարգևատրումներ ստացել։ Պարզվում է ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած մեր 4 հայրենակիցների ազատ արձակումը որևէ կապ չունի Սիրիային հանձնված սիրիացի 2 վարձկանների հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երեկ առաջինն էր հայտնել գերիների վերադարձի մասին։ Վարչապետը հերքել է շրջանառվող տեղեկությունները և ընդգծել, որ Հայաստանը միաժամանակ աշխատում է նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ակնկալելով, որ ընդունված որոշումները կնպաստեն Սիրիայի հայ համայնքի շուրջ ձևավորված իրավիճակի բարելավմանը։ Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ և այդ թվում մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին դեռ կանդրադառնամ։ Արդեն գիտեք, որ հայ գերիների Վագիվ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էլջեքչյանի վերադարձին անմիջապես հաջորդել է կամ դրան զուգահեռ իրականացվել է Հայաստանում ՑՄԱ ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիների վերադարձը Սիրիա։ Նրանք Թուրքիայի միջոցով հանձնվել են Սիրիայի իրավասու մարմիններին։ Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ նրանց նկատմամբ կայացված դատավճիռները շարունակելու է իրականացնել հենց Սիրիան։ Հիշեցնեմ, որ Հայաստանում նրանք դատապարտվել էին ՑՄԱ ազատազրկման վարձկանության համար։ Այստեղ հարց է առաջանում. միգուցե վարչապետը Սիրիայի հայ համայնքը մեջբերելով փորձում է արդարեցնել իր իշխանության բաց թողումը։ Մյուս կողմից ընդդիմախոսները հարց են բարձրացնում. ինչպես ստացվեց, որ գերիների վերադարձը կազմակերպվեց հենց ընտրությունից առաջ։ Միայն սիրիացի 2 վարձկանների վերադարձն էր այդ գործարքի գինը, թե այլ զիջումներ են եղել։ Ինչու ավելի շատ հայրենակիցներ չեն վերադարձել։ Հայ գերիների վերադարձը ուրախալի է, բայց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ անընդունելի է, երբ այն կատարվում է գործարքների հիման վրա։ Նրա խոսքով, եթե հայկական կողմը ճիշտ բանակցեր, հնարավոր կլիներ ավելի շատ գերիներ վերադարձնել հայրենիք։ Իրավապաշտպանի տվյալով այսօր Բաքվի բանտերում շարունակվում է մնալ ևս 19 հայ։ 2025 թվականի դեկտեմբերին տեղեկություններ կային, որ թուրքական և սիրիական որոշ խմբեր հետաքրքրված են սիրիացի վարձկանների վերադարձի հարցով։ Թուրքիան և Սիրիան պատկերացնում էին այս գործընթացը միայն հայ-ադրբեջանական խնդրի լուծման միջոցով։ Այս վարձկանները շատ ավելի մեծ արժեք են ներկայացնում Թուրքիայի և Սիրիայի համար, քան դա գիտակցում է հայկական կողմը։ Եթե այդ արժեքը ճիշտ գնահատվեր, հնարավոր կլիներ ավելի շատ գերիներ վերադարձնել։ Հետևաբար, ես սա համարում եմ անհավասար, անհամաչափ գործարք։ Իրավական լուրջ խնդիր կա։ Այս վարձկանների ներգրավումը միջազգայնորեն արգելված է, իսկ մյուս կողմից ունենք հայ գերիներ, որոնք որևէ հանցագործություն չեն կատարել և ապօրինի դատավարությունների զոհ են դարձել։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ գերիների հարցը քաղաքականացված է և ադրբեջանական կողմը այն լուծում է որոշակի զիջումների դիմաց։ Ժամանակագրական առումով պատահական չէ, որ հենց մեր գերիների վերադարձի օրը Սիրիայի քաղաքացիները Թուրքիայով արտահանձնվեցին։ Եթե ցանկանային թաքցնել անհամաչափ գործարքի հետքերը, գոնե արհեստական ժամանակային խզում կկիրառեին, սակայն դա չեղավ բանակցվող կողմերի միջև անհավասարության պատճառով։ Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն էլ ընդգծել է, որ ահաբեկիչներին չի կարելի համեմատել անմեղ մարդկանց հետ։ Նրա խոսքով ահաբեկիչների ռեսուրսը պետք էր օգտագործել, որպեսզի հնարավոր լիներ բոլոր գերիներին վերադարձնել հայրենիք։ Եթե այս իշխանությունները կարող լինեին
ապա այդ ահաբեկիչների վերաբերյալ դատավարությունները պետք է լինեին տևական, հասկանալի լինեին մեր հանրության համար, միջազգային հանրության համար։ Այդ դատավարությունների ընթացքում պետք է բացահայտվեին թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հատուկ ծառայությունների, հետախուզական ծառայությունների շրջանակները։ Պետք է բացահայտվեր նրանց ներգրավվածությունը այս ահաբեկիչների, մյուս վարձկանների տեղափոխման ու տրաֆիկինգի հարցերում։ Այդ ժամանակ նոր մենք կկարողանայինք ստեղծել հիմքեր, որպեսզի ամուր բանակցություններ տանենք ու հասնենք մեր մյուս բոլոր պատանդների ու գերիների ազատ արձակմանը, այլ ոչ թե միայն սահմանափակվեինք մեր 4 անմեղ մարդկանց հետ, նրանց հավասարի նշան դնելով պատերազմական հանցագործների հետ։ Երեք գերությունից հայրենիք վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը Լինդա Էուլջեքչյանը այսօր առավոտյան Լիբանանից ժամանել է Հայաստան։ 5 տարվա բաժանումից հետո նա շուտով կհանդիպի ամուսնուն։ Զվարթնոց օդանավակայանում տեսնելով իրեն դիմավորելու եկած լրագրողներին ու քաղաքացիներին նա չի կարողացել զսպել հուզմունքը։ Ինքը արաբերեն պիտի խոսի, ես ցեզով եմ։ Լինդան շնորհակալություն է հայտնել ABC մեդիային ամուսնու ազատ արձակման լուրը հայտնելու համար։ Հիշեցնեմ, որ երեկ Լինդան գործընկերոջը զանգից էր իմացել, որ ամուսնուն ազատ են արձակել։ ABC, you told me yesterday that she can hear free. Yes. Շատ ցավում ենք, որ մեզնից եք իհարկե իմացել տղեկիցին, որ կրկնակի هي عم تقول سوري انه سمعتيها منهم مش من لا غير بالعكس انا اسمه ور انت غراق شادو راختنا երբ որ մենք խոսում ենք ձեզ հետ, ասում ենք, որ ձեր որդին պետք է ամուսնանա, շատ պլաններ ունեք, որ Վիգենի հետ է կապված, դուք հասցրել եք նաև այդ մասին քննարկում ընկերակցության անդամների հետ, ինչ որոշում ունեք։ عم تقول انه كنت قالت لها انك بتحجوزي ابنك وناطرين ويكند وشو مشاريعك هلا؟ يرميات ذاكرة هلا بابا كان اوكي I'm now اوكي هلا انا رح بدي اشوف ويكند هيدا اهم شيء لإلي لازم ديسنا ويكند ناس عمينا قاربورنا عايش معنا وبعدين كل شيء بفكر فيه هيدو مناطقين ماسنا بايمان تزيد بركب سنة شو ردة فعل الولاد؟ كثير مبسوطين ما حدا مصدق Վիգենն այս պահին զինվորական քննչական վարչությունում է։ Ամենայն հավանականությամբ նրան հարցաքննում են։ Էուլջեքչյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել Բաքվում, երևարվել էր Գորիս Բերձոր ճանապարհին 44-օրյա պատերազմի հրադադարից հետո։ Որ Հայաստանում եմ, լավ եմ։ Գերությունից վերադարձած Վագիվ Խաչատրյանն է ասել իրեն այցելած առողջապահության նախարարին։ Նա բուժզնում է անցել Նորք Մարար սրտաբանական հիվանդանոցում։ Անահիտ Ավանեսյանի խոսքով 70-ամյա մեր հայրենակցի առողջական վիճակը լավ է, թեպետ սրտի քրոնիկ հիվանդություն ունի։ Բաքվում Վագիվ Խաչատրյանի վիճակը վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Տեսակցեցի պինդ լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը, դեռ ոչ, սպասում ենք, հետո բոլորով կտեսնվեն իհարկե, այս պահին գտնվում է հետազոտման ընթացքում, գիտենք, որ Վագիվը ուներ նաև քրոնիկ վիճակ սրտային եւ մենք պետք է որոշակի հավելյալ նաև հետազոտություններ կիրականացնենք եւ արդեն մեր մասնագիտական թիմը որոշումներ կկայացնի հետագա բուժման ընթացքի մասով վստահ լինելով որ լավագույն հսկողության տակ է։ Տիկին նախարար գիտեինք մենք նման այս պահին իրավիճակ չունենք, նորից եմ կրկնում, կարիք կա հավելյալ հետազոտություններ անցկացնելու, քրոնիկ վիճակի հետ կապված բուժման ուրեմն ընթացքը կպլանավորվի եւ կիրականացվի եւ ամեն ինչ լավ է, այս պահին ամեն ինչ լավ է։
901 օր անց վերամիավորվել է Խաչատրյանների ընտանիքը։ Վագիֆը գրեթե 3 տարի անց վերջապես գրկել է դստերը։ Վերան Facebook-ում լուսանկար է հրապարակել։ Ես ձեզ չեմ լքել, տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ, քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք։ Ես հանգիստ չեմ ունենալու, երդվում եմ։ Ադրբեջանի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանն է գրել Facebook-ի իր էջում վերադարձից ժամեր անց։ Նա մյուս գերի Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լաչինի միջանցքում հրադադարի համաձայնագրի կնքումից հետո։ Նրանք օգնություն էին տարել Արցախ։ Բաքվից մեր հայրենակիցների վերադարձին է անդրադարձել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Վեհափառը աղոթում է նրանց ու գերության մեջ մնացածների անվտանգ ու շուտապույտ վերադարձի համար։ Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ եւ մեր ամբողջ ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ եւ բնականոն ընթացքը ընտանիքի եւ սիրելիների հետ միասին։ Մենք աղոթում ենք, որ բոլոր գերիները շուտապույտ եւ անվտանգ վերադառնան հայրենիք։ Թող Աստված խաղաղության շնորհով պահի աշխարհը եւ մեր հայրենիքն ու մեր ժողովրդին։ Եվրոպական միությունը ևս ողջունել է Ադրբեջանի կողմից մեր հայրենակիցների Հայաստանին հանձնումը։ X սոցիալական ցանցում գրել է Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության մամուլի ծառայության խոսնակը։ Նա նշել է, որ սա կարևոր քայլ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ Կանադան եւ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նույնպես ողջունել է 4 գերիների ազատ արձակումը։ Եվ ինչպես խոստացել էի Փաշինյանի ճեպազրույցի այսօրվա կարևոր հայտարարությունների մասին։ Վարչապետը արձագանքել է Իրանի նորանշանակ դեսպանի երեկվա քննադատություններին, ընդգծելով, որ օրենքի շրջանակներում կպահպանվի կարգուկանոնը, բողոքի ակցիաները չեն խանգարի դեսպանատան գործունեությանը, իսկ օրենքը խախտողների նկատմամբ կիրականացվեն համապատասխան վարչական վարույթներ։ Հայաստանում ընդհանրապես 2018-ից էսկոմ Հայաստանում երբեք ոչ միտեղ հանրահավաք չի արգելվել։ Եվ մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է։ Այլ բան, որ մենք այո կիսում ենք, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ որևէ այլ դեսպանատան աշխատանք, եւ մենք ուշադիր կհետևենք այդ թվում մտահոգություններին կապված այդ իրավիճակի հետ։ Հիշեցնեմ, որ երեկ Իրանի նորանշանակ դեսպանը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Թեհրանում ձևավորվում է կարծիք, որ Հայաստանը կարող է վերածվել Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոնի։ Մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում գալ Իրանի դեսպանատան դիմաց, որոնք շատ անհարգալից ու վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս, եւ ի հեճուկս մեր բողոքի այդ գործընթացը շարունակվում է։ Մենք ամենադժվար պահին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի եւ կառավարության կողքին։ Օրինակները շատ են։ Մենք այսօր ծանր իրավիճակի մեջ ենք եւ այն իրադարձությունները, որ այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ շատ հստակ ասացի։ Իդեպ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարե Սինանյանը հայտարարել է, որ Իրանում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է 2 հայ։ Նա հավելել է, որ անմիջական կապ չկա Իրանի հայ համայնքի հետ, տեղեկությունները ստացվում են Հայաստան ժամանած հայրենակիցների միջոցով։ Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է այս օրերի ամենակննարկվող թեմայի նախարարների եւ փոխնախարարների պարգևավճարների մասին։ Վարչապետը նշել է, որ կառավարությունը 7 միլիոն դրամի պարգևատրում է տրամադրում կոռուպցիայի դեմ պայքարի եւ արդյունավետ կառավարման նպատակով։ Լրագրողների հարցին նորմալ է, որ այսօր այս միջոցները ուղղվում են պաշտոնյաներին, ոչ թե կենսաթոշակներին կամ շարքային աշխատողների աշխատավարձերին։ Փաշինյանը պատասխանել է. Այս համակարգը թույլ է տալու, որպեսզի պետական համակարգում աշխատողների նկատմամբ ցուցաբերվի անհատական վերաբերմունք եւ այդ թվում գերատեսչությունների ղեկավարները աշխատանքը եւ ժամանակը առավել արդյունավետ կառավարելու հնարավորություն ունենան, առավել արդյունավետ աշխատողներին կարողանան խրախուսել պատշաճ ձևով եւ պակաս արդյունավետ
աշխատողներին չխրախուսեն կամ խրախուսեն իրենց աշխատանքի համապատասխան։ Ներողություն, այսինքն ճիշտ ասացիք, Ինչ որ ես ասացի, ներողություն, մի րոպե սպասեք, իմ պատասխանը տեսագրվեց, ձայնագրվեց, նորից կլսեք, ես ինքս ինձ չեմ պարգևատրել պետական որոշման շրջանակներում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։ Այդ համակարգով 1.5 միլիոն դրամի վարձատրություն եմ ստացել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ 3 օր տևած ահաբեկչական գործողություններից հետո երկրում այժմ հանգիստ է։ Նախարարը հավելել է, որ իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է։ Արաղչին նաև հերքել է ամերիկյան հրապարակումները, հայտարարելով, որ Իրանը մարդկանց կախաղան հանելու որևէ ծրագիր չունի։ Իսկ Դանիայի արտաքին գործերի նախարարը Սպիտակ տանը տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, որ չհաջողվեց Միացյալ Նահանգներին համոզել հրաժարվել Գրենլանդիային տիրանալու իրենց ծրագրերից։ Նա ընդգծել է, որ Դանիան պատրաստ է ավելին անել իր ռազմական կարողությունները ամրապնդելու համար։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իշխանությունը ցուցարարներին կախաղան հանելու ծրագրեր չունի։ Այդ տարբերակը նույնիսկ չի քննարկվում։ Նա նշել է, որ դա Միացյալ Նահանգների նախագահին այս ամենի մեջ ներքաշելու համար սկսված ապատեղեկատվական արշավի տարերից մեկն է, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Ահաբեկչական գործողություններից 3 օր հետո Իրանում իշխանությունը ամբողջական վերահսկողություն ունի։ Թեհրանը զգուշացրել է ամերիկյան ռազմաբազաներ ունեցող իր հարևաններին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածի դեպքում կհարվածի այդ երկրներում տեղակայված բազաներին։ Իրանը փակում է իր օդային տարածքը բոլոր չվերթների համար, բացառությամբ դեպի Իրան եւ Իրանից միջազգային ուղղություններ։ Ուկրաինայի խորհրդարանը Գերագույն Ռադան քվեարկություն է անցկացրել, որի արդյունքում 277 քվեներով պաշտպանության նախարար է նշանակվել Միխայել Ֆյոդորովը։ Մինեապոլիսի բնակիչները բահերով ծեծել են միգրացիոն ծառայության աշխատակիցներին Վենեսուելայից անօրինական ներգաղթյալին ձերբակալելու փորձի ժամանակ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին է հետաձգում Ուկրաինայի խաղաղության բանակցությունները, այլ ոչ թե Պուտինը։ Ինչ վերաբերում է Գրենլանդիային, նա ասել է, որ Դանիան պետք է անհապաղ լքի Գրենլանդիան, նշելով, որ դանիական հետախուզությունն անցյալ տարի զգուշացրել է Գրենլանդիայի եւ Արկտիկայի վերաբերյալ Ռուսաստանի եւ Չինաստանի ծրագրերի մասին։ Այստեղ երկու շնասահնակ պետք չէ, միայն ԱՄՆ-ն կարող է դա կարգավորել։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը ասել է, որ Դանիան եւ Միացյալ Նահանգները չկարողացան համաձայնության գալ Գրենլանդիայի հարցում Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանեկնած Սթիվ Ուիթքոֆը հայտնել է Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որը նախատեսում է անցում հրադադարից ապառազմականացման, անկլավի տեխնոկրատական կառավարման եւ վերակառուցման։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը դադարեցնում է 75 երկրների համար ներգաղթային վիզաների մշակումը, փորձելով խստացնել այն դիմորդների պահանջները, որ կարող են ծանրաբեռնվածություն ստեղծել հանրության համար, գրում է Fox News-ը։ Ցանկի մեջ ներառված են նաև Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը եւ այլ պետություններ։ Կամչատկայում ձնակույտերը փակել են բնակելի շենքերի մուտքերը։ Դուրս գալու համար ոմանք օգտագործել են վթարային ելքը։ Սոցիալական ցանցերում սկսել է շրջանառվել տեսանյութ, որում տղամարդը ցատկում է 5-րդ հարկի պատուհանից։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար։ ABC լուրերը թարմ նորություններով եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Աննա Սարգսյանը։